չկարող եք ասել, ինչ բացատրություն ունի այս ամենը, ոստիկանների գործողությունները եւ որ մինչեւ այս պահը բացահայտված չեն եւ որևէ գործ հարուցված չէ։ Գիտեք, որևէ բացատրություն այս դեպքին չի կարելի տալ, սա հենց արտացոլում է այս երկրի իշխանությունների դեմքը եւ իրավիճակը, եւ սա այն ամենաթողությունն է, որը մենք տեսնում ենք, եւ ես չէի ասի, որ սա մենակ արցախցիների նկատմամբ է, ողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունը այսօր գտնվում է նման իրավապահ ծառայության ազդեցության տակ, եւ կարծում եմ սա այն է, որը եւս մեկ անգամ հաստատում է, որ այս իշխանությունները այլևս չեն կարող լինել այս երկրի իշխանություններ, եւ սա որևիցե մեկ ոստիկանական բաժանմունքի խնդիր չի, որևիցե մեկ ոստիկանի խնդիր չի, սա ամբողջ համակարգի խնդիր է, եւ մենք այսպիսի դեպքեր բազմաթիվ անգամ ենք տեսել։ Մեկ իշխանություն, եթե կարող է իր սեփական ժողովրդի նկատմամբ տարատեսակ ռումբեր, չգիտեմ, ինչպիսի հատուկ միջոցներ կիրառել, կարծում եմ, այս իշխանություններից այլ բան ակնկալել չի կարելի։ Ուղղակի ցավով եմ նշում, որ այս ամբողջ պատմության մեջ նաև ներքաշված է մեր Արցախից բռնի տեղահանված մարդիկ, որոնք անցել են դժոխքի միջով, մարդիկ, որոնք գտնվում են կոլեկտիվ տրավմայի մեջ, եւ այո, նրանք ավելի զգայուն են, քան մեր մյուս հայրենակիցները։ Եվ կարծում եմ, որ նույնիսկ այսպիսի երևույթների առկայությունը արդեն պետք է մեր ժողովրդին հասկացնի, որ այլևս հնարավոր չի այս իշխանությունների ներքո ապրել եւ միակ իշխանափոխությունը կարող է այս հարցին լուծում տալ։ Լուծում, ինչ արդյունք կարող է այս ամենը տալ, որովհետև առաջին դեպքը չէ եւ քիչ առաջ էլ իրավապաշտպանները նշում էին, որ երկու դեպք կա եւս բացահայտված չէ, որ ոստիկանները թե ինչու են նման գործողություններ։ Բազմաթիվ նմանատիպ դեպքեր եւ այսպիսի խտրական վերաբերմունք եւ այն միտքը, որ այս իշխանությունները երկրի մասին մտածում են, մեր քաղաքացիների մասին մտածում են, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ մի բան էլ այս քաղաքացիների մասին չեն մտածում, այս իշխանությունը մենակ մտածում է իր իշխանությունը պահելու մասին։